Պլանկա վարժությունը հարթ որովայն ունենալու համար դա կարող է լինել ամենավերջին վարժությունը, որ այս պահին կարող եք կատարել, որովհետև հարթ որովայնի ունենալու համար մեզ պետք է խորանիստ մկանների հետ աշխատել։ Իսկ պլանկան հիմնականում մեր մոտ շատ մկաններ են աշխատում, համալիր վարժություն է։ Ես էլ եմ շատ սիրում, բայց եթե մեր մոտ վարժությունը կատարում եք ու որովայնը փքվում է դուրս, նշանակում է պլանկան դեռ վաղ է կատարել։ Պլանկայի ժամանակ հիմնականում ուղիղ մկաններն են աշխատում։ Մենք պիտի աշխատենք խորը մկանների հետ։ Կարող են կատարել կողքի պլանկաները, կարող են կատարել հակառակ պլանկաները, ավելի շատ օգուտ կտակ, քան սովորական պլանկան կատարելով, ու այն էլ րոպեներով պահելով։ Դրա համար ես խորհուրդ կտամ գոնե կատարեն կողքի վրա պլանկաները, որի տարբերակները շատ են։ Հետ պլանկաները, հետոնոր, եթե որովայնի մկանները կարողանում են կատարել եւ մենք ասում ենք տնակ չի առաջանում վարժությունը կատարելիս, այդ ժամանակ նոր անցնել պլանկա վարժությանը։